Ադրբեջանի իշխանությունները երեկ ձերբակալել են Ռուսաստանի 8 քաղաքացիների և 4-ամսյա նախնական կալանքի ենթարկել նրանց թմրանյութերի մաքսանենգության կիբերխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները հաջորդում են Եկատերինբուրգում 10-ամյա վաղեմության սպանության գործի շրջանակում ռուս իրավապահների գործողություններին, որոնց ընթացքում 2 ռուսաստանաբնակ ադրբեջանցի է մահացել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ նրանք սպանվել են ռուս ուժայինների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետևանքով։ Ռուսաստանի իրավապահներին մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին, հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, վերջինս այդ մասին պաշտոնական բողոք է փոխանցել երկրում Ադրբեջանի դեսպանին, պնդելով, թե Բաքվի վերջին գործողություններն ուղղված են երկկողմ հարաբերությունների կազմաքանդելուն։ Վերջին 4 օրվա ընթացքում Բաքուն իր հերթին երկրորդ բողոքի նոտան է փոխանցել Մոսկվային։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների հերթական խումբը այս անգամ 12 օրենսդիր զրկվել է մանդատից։ Իշխող վրացական երազանքն իր որոշումը բացատրում է ընդդիմադիրների լիագումար նիստերից անհիմն պատճառներով համակարգված բացակայություններով։ Իշխող մեծամասնությունն անցած ամիսներին նույն պատճառաբանությամբ այլ ընդդիմադիրների էլ էր զրկել մանդատներից, եւ այժմ 150 տեղանոց խորհրդարանում թափուր է 60 աթոռ։ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2022 թվականի սեպտեմբերից ի վեր։ Կրեմլը հաղորդում է, որ Պուտինն ու Մակրոնը քննարկել են Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն ու Ուկրաինայի իրավիճակը։ Ելիսեյան պալատը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի և հակամարտության լուծման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային Բայդենի նախագահության ժամանակ խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը, քանի որ ամերիկյան ռազմական պահեստները զգալիորեն նվազել են, հայտարարել է Սպիտակ տունը։ Կիևը պնդում է, որ այդ մասին որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել Վաշինգտոնից և հեռախոսազրույցներ է խնդրել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համաձայնեցված պաշտպանական օգնության հարցով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Կատարը և Եգիպտոսը, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կփոխանցեն այս վերջնական առաջարկը։ Իրանում այսօրվանից ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքը։ Թեհրանը պնդում է, որ այդ գործակալությունը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։